Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան, Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Նարէ Արամյանին։ Բարի ձեզ Նարէ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում։ Բարի ձեզ, ես եմ շնորհակալ, ինչպես միշտ։ Քանի որ այսօր ավետման օրն է, ապրիլի 7-ը, Մայրության եւ Գեղեցկության տոնը, շնորհավոր ենք մեր բոլոր կանանց տոնի կապակցությամբ եւ բոլոր բարդ մարտահրավերների առջեւ տոկունություն մաղթենք։ Տոկունություն եւ խաղաղություն, եթե չլինի խաղաղությունը, մեր մայրերը այդ տոնը նշելու եւ տրամադրություն չեն ունենա, այնպես որ մեր մայրերին ուժ կորով, որտեղ այսօր նրանք կարևորագույն իրադարձությունների եւ շեմերին են եւ առաջնագծում են, մի խոսքով բոլորիս համբերություն եւ բոլորիս տոնը շնորհավոր։ Նարէ, հիմա հասկանանք եւ որպես հասարակական գործիչ եւ որպես իրավապաշտպան դուք եղել եք ընտրությունների այդ բուրըն ընթացքում, քվեարկության օրն եք եղել Գյումրիում եւ Փարաքարում։ Հիմա ուզում եմ ձեր գնահատականը լսել ընդհանրապես ընտրությունների հետ կապված ինչպիսին է եւ միջ ընտրություններ, այսինքն քարոզչական ընթացքը ինչպես տեղի ունեցավ, բուն ընթացքը եւ Գյումրին այսօրվա դրությամբ կարծես թե դեռ թնջուկը լուծված չէ։ Հետ ընտրական ինչ զարգացումներ եք ակնկալում։ Գիտեք, ցավալի օրեն թե բարեբախտաբար ինչ որ ժամանակահատվածում ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ուղղակի բռնության դեպքերը կամ քիչ են, կամ անգամ այլևս բռնություն չենք կարող որակել, որովհետև չգիտենք էլ ընդհանրապես այդ ընթացքը, որը ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն է կոչված, ինչպեսին պետք է լինի եւ որն է իրականում ժողովրդավարական ընտրությունների մեղը եւ իհարկե նպատակը։ Այս իմաստով պետք է ասել, որ այո, համեմատաբար հանգիստ ընթացք ենք տեսել տարբեր ընտրատեղամասերում, բայց միևնույն ժամանակ զգալի եւ նկատելի է ոչ միայն կուտակումները, այլ նաեւ ուղղորդված քվեարկությունները եւ բացարձակապես անհասկանալի իրավիճակ էր, թե ով ում ինչի է դրդում եւ որտեղ է ուղղորդում։ Սա կարևորագույն խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել, որովհետեւ այսպիսի իրավիճակները վաղուց պետք է լինեին հաղթահարված։ Ամենացավալին, անշուշտ, դա վարչական ռեսուրսի եւ լծակների կիրառումն է։ Այսինքն դա ձեր նպատակն էր, որի համար դուք գնացել եք, որպեսզի Միանշանակ նպատակը միշտ էլ դիտորդական առաքելության, այո, միշտ ինչու է կարևոր ընդհանրապես, որովհետեւ ցույց է տալիս փորձը, որ միայն զանգվածային լրատվամիջոցների հասարակական ուժերի, այդ թվում եւ դիտորդների համագործակցությունն է բերում եւ փոփոխություններ եւ առաջընթաց եւ սա շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ դիտորդական առաքելությունը նույնպես կարեւոր է նման իրավիճակում եւ զգոն պահելու եւ մարդկանց այլևայլություններից ետ պահելու համար եւ ցավալի է, որ մենք ուղղակի ականատես ենք լինում եւ ի սկզբանե, ինչպես դուք նշեցիք, մինչ ընտրական օրը, այսինքն հենց քարոզարշավի ընթացքում, չեմ էլ ասում, թե ինչպիսի խախտումներ կան գովազդման, տարբեր զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ կամ սոցիալական հարթակներում նման խախտումների, այդուհանդերձ առաջին հերթին վարչական ռեսուրսի կիրառման։ Սա անհանդուրժելին է, որը պետք է մենք ոչ թե հաղթահարած լինենք, արդեն դա մեզ համար պետք է լիներ ամոթալի, բայց ցավալիորեն դա այդպես չէ, որովհետեւ եթե իրենք օգտագործեցին այդ վարչական ռեսուրսը, ինչով է պայմանավորում այն ընտրությունների մնացած տեխնատուրներն էլ բավականին շատ ձայն հավաքեցին։ Այո, բայց փաստը որ կարողացան փաստ է, որ եթե վարչական ռեսուրս չկիրառվեր, նրանք այդքան ձայն չէին հավաքի։ Սա է տարբերությունը, որովհետև միտումնավոր է միշտ, եւ եթե նման մտավախություններ չկան եւ մենք ազնիվ ենք մեր պայքարում բոլորս, ապա բոլորը պետք է լինեն հավասար պայմաններում եւ ոչ ոք չպետք է լինի այդ ժամանակահատվածում, ոչ քաղաքապետ, ոչ քաղաքապետի ժամանակավոր պատասխանատու կամ պարտականությունների կատարող, ինքնին դա արդեն միտումն է, որը միանշանակ այո, այսօր մեզ համար ամոթալի է եւ մնալու է անհանդուրժելի, բայց մենք պետք է հասկանանք, արդյոք միակ խնդիրն այստեղ այդպիսի միջոցների կիրառումն է, թե մենք ունենք նաեւ հասարակական չհասկացված ընդվզում, որը սխալ մեթոդներով է առաջնորդվում կամ սխալ ուղղությամբ է գնում եւ ինչպիսին ամենակարևորը իրավապահների դերը, որը մենք տեսնում ենք օրըստօրե ավելի ու ավելի ցածր հորիզոնականներ է գրավում։
Նարե, այստեղ մենք խոսում ենք ընտրությունների մասին եւ պետք է խոսենք նաեւ ընտրողների մասին։ Եղան ընտրողներ եւ եղան մարդիկ, որ չգնացին ընտրության, բայց չէ՞ որ այդ չգնացողները այսօր ստիպված են այդ ընտրություն արած մարդկանց որոշումների հետ համակերպվել, ինչ պետք է արվի, որ հասարակությունը, այսինքն ամեն ոք հասկանա, որ իր ձայնը կարեւոր է։ Շատ նուրբ խնդրի եք դիպչում այս պահին, որովհետև գիտեք 40% ընտրեց, 60%-ը ստիպված կլինի ենթարկվել 40%-ի։ Եվ եթե քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը մեզանում դեռ այսքան է, մենք չենք կարող խոսել առնվազն, չասեմ լիարժեք, բայց համեմատական հարաբերական տեղական ինքնակառավարման մասին, չէ՞ որ սա հենց իրենց անմիջական օրվա խնդիրն է։ Տեղական ինքնակառավարումը մի ոլորտ է, մի խնդրահարույց, ինչպես դուք եք նշում, թնջուկ է, որին յուրաքանչյուր բնակիչ, այլ ոչ քաղաքացի պետք է մասնակցի, ընդ որում բնակիչ, ով պետք է շահագրգռված լինի իր առօրյայի համար, իր կազմակերպված կենցաղի, իր քաղաքի կամ համայնքի գյուղական միջավայրի ենթակառուցվածքային կամ անվտանգային խնդիրների համար, եւ սա է մեծ հիասթափությունը, որ այսպիսի ցածր է մասնակցությունը եւ մասնակցայնության ընդհանուր ընկալման ցածր մակարդակ է եւ սա նույնպես պետության քարոզչական աշխատանքի շատ մեծ թերությունն է, երբ մենք բավական աշխատանք չենք կատարում բնակչության հետ բացատրելու համար ժողովրդավարության մեր նպատակները եւ դրանում տեղական ինքնակառավարման կարևորագույն դերը։ Իսկ թե հիասթափված, թե անգամ հիասթափված մասնակցած եւ ավելին մի փոքր էլ ոգևորությամբ մասնակցող քաղաքացիները թե Գյումրիում, թե Փարականում ունեին շատ հակասական կարծիքներ, ընդ որում այդ կարծիքների արտահայտումից անգամ պարզ է լինում, թե նրանք ում են ընտրելու, չէ՞ որ այդպիսի հարցեր տալ իհարկե չի կարելի եւ ավելին ցանկալի չի, որպեսզի մարդիկ ընդհանրապես դրանից խոսեն անգամ հետո իրադարձություններից եւ միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե ինչու է այսպիսի մեծ ճեղքվածք եւ ինչու այսպիսի հակասական կարծիքներ եւ միմյանց նկատմամբ անհանդուրժողական մոտեցում կա։ Հիմա եթե նորից անդրադառնանք Գյումրիի ընտրություններին, դա քաղաքական ընտրություններ, դա ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ընդդեմ իշխանության, որտեղ ինչքան հասկանում ենք, սա գաղափարների պայքար չէր կարծես։ Գաղափարական պայքարը չկար, անձերի պայքար էր, թաղերի պայքար էր, եւ միջև հիմա էլ կարծես հələ դեռ չի լուծվել այդ թնջուկը, մենք չգիտենք ինչ ավարտ կունենա։ Այս ամենի մասին մենք պետք է վաղուց մոռացած լինեինք։ Չէ՞ որ որում հայտարարում են կրիմինալ, հայտարարում են հանցագործ եւ այլն։ Գիտեք, եւ երեւ թե յուրաքանչյուրը գուցե ունի ճշմարտության ինչ որ մի մասը, բայց գիտեք, որքան էլ տհաճ լինի մեզ ինչ որ մարդկանց, առավել եւս մի խումբ մարդկանց ընտրողների կարծիքը, մենք ոչ միայն ընտրող ենք, նաեւ ընտրվող ենք, եւ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, մարդիկ կատարել են իրենց ընտրությունը։ Ուղղակի մյուս կողմից էլ ցանկացած ընտրության արդյունք այս դեպքում եւս գործող իշխանության պատասխանատվությունն է, ինչու, որովհետեւ եթե նրանք այսօր պետք է մեղադրեն տարբեր մեղքերում եւ գուցե արդարացիորեն, գուցե դա մի օր ապացուցվի, այսօր այդպիսի ապացույցներ չկան եւ հարց է առաջանում։ Վերջին 1 չէ, 2 չէ, 3, 4, 5 տարիների ընթացքում ինչով է զբաղված այն իշխանությունը, որի իրավապահը այսօր իբրև թե իր կողմից մեղադրվող, ինչպեսի բառեր են օգտագործում կրիմինալին, հանցագործին, քրեական մշակույթի կրողներին, որևէ կերպ, որևէ ձև չի արձագանք էր ուր մնաց, որևէ պատասխանատվության ենթարկելը, սա է այսօրվա ցավալիորեն մեզ համար պատկերը եւ մենք որպես ժողովրդավարական միջոցների կողմնակից եւ որպես հենց օրենքի տարին իրավաչափ եւ ողջամիտ գործողությունների կողմնակից չենք կարող ողջունել եւ որևէ խումբ խմբավորման կողմից որևէ օրինախախտումներ եւ առավել եւս դրանց միջոցով իշխանության հասնելը։
Դուք Գյումրիում եք սատարում, կար ինչ-որ ուժ, որին սատարում եք, թե պարզապես որպես անկախ դիտորդական առաքելություն այնտեղ է գտնվել։ Ես ընդհատում եմ, որ նրանց շարքերում կան արժանի մարդիկ, բայց ցավալիորեն մենք նրանց ոչ մեկին չենք ճանաչում։ Եվ շատ կարևոր է այստեղ ոչ միայն այո սատարման, այսինքն որպես այդպիսին վստահված անձի կայացած ուղղությունը, այլև դիտորդական, որովհետև մենք միշտ ավելի ենք կարևորում դիտորդությունը, ցավալիորեն այն ընտրությունները, որոնց մենք ենք մասնակցում, մենք դիտորդիներ չենք կարող եւ լինում ենք վստահված անձիկ, բայց մնացած բոլոր դեպքերում 20-ից անգամ երևի 30-ից արդեն ավել տարիներ, ինչ ունենք ընտրություններ, մենք դիտորդական առաքելությամբ ենք հանդես գալիս։ Հիմա հասկանանք, դեռ Թնջուկ ավարտված է եւ Գյումրին պետք է ունենա քաղաքապետ։ Ինչ զարգացումներ եք կանխատեսում, ինչ սցենարներ են հնարավոր, ապրիլի 16-ը կարող է լինել վճռորոշ, կամ կունենան քաղաքապետ, կշարունակեն արդեն իրենց աշխատանքները, կամ երևի թե գուցե թե լինեն նոր ընտրություններ։ Որ սցենարն եք ավելի շատ ցանկացած սցենար ասելիս, ցանկացած վարկած մտածելիս անշուշտ մի քանի անգամ դիմացից ասելու ենք երևի հավանաբար գրեթե, որովհետև ոչինչ իրականում պարզ չէ։ Մի կողմից տրամաբանական է եւ միակ ճիշտ լուծումը բոլոր անձնական նեղ խմբային շահերը մի կողմ թողնելը եւ ընդհանուր ուղղությամբ նպատակների եւ առաքելությանը ծառայելն է։ Մյուս կողմից էլ այո, շատ դերակատարումներ կարող են փոխվել եւ մենք ունենանք բոլորովին հակառակ պատկերը։ Փաստ է, որ ոչ իշխող կուսակցության ներկայացուցչին, այլ մնացած բոլոր տեխնացուներին միասին վերցրած ժողովուրդն ավելի շատ ձայն է տվել, հետևաբար ուղղակի պարզ տրամաբանությամբ եւ արդարության համաձայն պետք է լինի ընդդիմադիր քաղաքապետ, այսինքն ներկայացում ընդդիմադիր, որը արդեն քաղաքապետ դառնալով պետք է ունենա կարողանա ձևավորել եւ աշխատել անգամ այն ընդդիմության պայմանները, որոնք այսօր քաղաքական իշխանությունը ներկայացնում։ Դա շատ բարդ է, մարդիկ, ովքեր փորձառու են վարչական աշխատանքներում, ինչպես գրեթե բոլորը ներկայացված տեխնացություններից, բայց միևնույն ժամանակ փորձառու չեն շորթավարական կառավարման մեթոդներում, բավականին բարդ է նրանց համար լինելու եւ շատ կարեւոր է յուրաքանչյուրի ողջամիտ ընտրությունը ամեն առանձին խնդրով։ Փաստորեն այստեղ ավելի շատ շրջանառվում է Վարդան Ղուկասյան եւ Մարտուն Գրիգորյան, այս անձերի, որտեղ իրոք դարձավ, որ Գյումրին անձերի ընտրության գնաց եւ ոչ թե գաղափարների, դեռ շշուկներ կան, դեռ զրույցներ կան, խոսակցություններ կան եւ այլն, նրանք կմիանան, չեն միանա, ձայն կտան եւ թե ձայն չտա։ Իսկ կա այդպիսի մի ինչ որ մի փոքր տեղ մտածմունք, որ կարող է հենց Մարտուն Գրիգորյանի կամ քաղաքացիական պայմանագիր ընդհանուր լեզու գտնեն։ Այնպիսի խառնիճաղան ժամանակներում ենք ապրում, որ հնարավոր է ամեն ինչ, սակայն հաշվի առնելով, որ Մարտուն Գրիգորյանի որդին եւ հայրը անազատության հետ կապված խնդիրներ մի խոսքով։ Տեսնեք, ինձ սարսափել է, որ մենք պետք է հաշվի առնենք այնպիսի բաներ, որոնք միանշանակ ոչ թե կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Այո, ճիշտ եք ներկայացնում։ Բոլորը այդ են խոսում։ Որ Վարդան Ղուկասյանը չի դառնա քաղաքապետ, քանի որ քաղաքացիական պայմանագիրը կգնա նրա ձերբակալելու արդեն այդ միջոցները կօգտագործի։ Իսկ քիչ թե շատ իրավական երկրում նման զրույց ուղղակի չէր գնա, նման քննարկում չէր գնա։ Եթե իրավական երկրում կրիմինալը չէր մասնակցի, ինչպես ասվում է, սա ժողովրդի վրդովմունքն է, որտեղ հենց գյումրեցիների ներսում էլ կա այդ հիասթափությունը, որտեղ նրանք ընտրել են Վարդան Ղուկասյանին կամ Մարտուն Գրիգորյանին։ Իսկ հիմա այդ նրանց համախմբումը կարծես թե ոմանց սրտով չէ։ Ցանկացած ընտրող ի սկզբանե գիտի եւ առաջնորդվում է այն դրույթներով, որոնք իր նախընտրած տեխնացուն է տրամադրում եւ տեխնացուները միանշանակ այստեղ միահամուռ համաձայն են մեկ կետի շուրջ, որ իշխող կուսակցությունը չպետք է ներկայացնի քաղաքային իշխանությունը եւ ընտրողները պետք է միանշանակ համաձայնեն եւ համակերպվեն առնվազն իրենց ընտրյալների այն կարծիքին կամ որոշմանը, թե ով պետք է արդյունքում լինի տվյալ դեպքում գործադրի ղեկավարություն եւ ինչպիսին պետք է լինի արդեն իրենց ավականների կազմը կամ եւ այլն, այսինքն սա այդ քաղաքական ուժերի որոշելիքն է, որոնց հետ
ուզեն թե չուզեն իրենց ընտրողները պետք է համակերպվեն։ Զարմանալիորեն, բայց մեր մարզային շրջաններում սովորաբար այդպես է լինում է, ավելի շատ ընդվզումները Երևանում է եւ այո, քիչ այն քաղաքներում, որոնք Երևանից հետո ամենամեծն են համարվում, բայց Վանաձորի այո, եւ Վանաձորի եւ Գյումրու դեպքում, որովհետեւ դրանք առանձին մեծ քաղաքներ են եւ որոնց այո, բազմախավ, բազմաշերտ, բազմամասնագիտություն եւ բազմատեսակ բնակչություն ունեն ամեն քաղաք։ Այո, եւ դա նորմալ է, որքան էլ թվում է թե փոքր է, որ պետք է կարծես թե լինեն միանման, ոչ, եւ տրամադրվածությունը նույնպես տարբեր է։ Եվ այստեղ նշանակում է, որ մարդիկ պետք է համակերպվեն եւ հետևեն, անպատճառ հետևեն իրենց ընտրյալների գործունեությանը եւ ոչ մի րոպե հանգիստ չթողնեն ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, որպեսզի կարողանան իրենց քաղաքների բարօրության համար հասնելու ընդհանուր նպատակների։ Նարե փաստորեն այդ ընտրվող քաղաքապետը, ընտրվող ավականին պետք է աշխատի կառավարության հետ, այսինքն իշխող ուժի հետ պետք է աշխատանքներ ունենան։ Ինչ է կարծում, ընդ որում հանրության մոտ այդ կարծիքն էլ կա, որ ներդրումների հետ կապված, ծրագրերի հետ կապված Գյումրին կարող է ինչ որտեղ այդ քաղաքապետի հետ կապված ինչ որտեղ կառավարությունը չի միջնորդի, չի ընդառաջի, դա նշանակում է, որ արդեն իրենք իրենց նախընտրական խոստումների մի մասը կարող են եւ չկատարել։ Եվ եւս լավ մեկ առիթ բնակիչներին տրամադրել այն իշխանության դեմ, որը որ չի նպաստում համայնքային թե պետական բյուջեով նախատեսված ծրագրերին, դա չի կարող լինել անձնական հարց։ Շատ ամոթ կլինի, եթե այդպես լինի, բայց դժվարություններ անշուշտ լինելու են։ Գիտեք, անգամ իրենց ուժի ներկայացուցիչներ քաղաքապետի նկատմամբ մենք տեսանք այդպիսի վերաբերմունք գործունեության վերջին ժամանակներում, ինչը հանգեցրեց եւ այդ քաղաքապետի հեռացմանը, եւ այնպես չի, որ մենք չենք սպասում ամեն ինչ տվյալ իշխանությունից, այլ է խնդիրը, որ արդյոք դա ձեռնտու տարբերակ է առաջին հերթին Հայաստանի բնակչության եւ մասնավորապես տվյալ դեպքում Գյումրու եւ Փարաքարի, եւ ինչպիսի արդյունքներ պետք է ունենան Վանաձորի դեպքերը եւ այլն, բայց մենք այսօր ունենք քաղաքապետեր, որոնք չեն հանդիսացել եւ երբեւե չեն հանդիսանալու իշխող կուսակցության մաս, հակառակը նրանք իրենց այս պարագայում ամեն կերպ դիրքավորում են որպես ընդդիմություն եւ այդ քաղաքները կարծես թե վատ չէ, առաջվանից ապրում են մի կերպ եւ այո, ենթակառուցվածքային զարգացում նույնպես նկատվում է եւ սա պետք է լինի ժողովրդավարական նորմալ գործընթացի մաս եւ մենք չպետք է ասենք ապրենք, կեցեն, սա է եւ այլն, սա սովորական պետք է լինի եւ պետք է լինի մեր քաղաքական թե կենցաղային առօրյան։ Պաստորեն ես նորից հանրային կարծիքն եմ ասում, ժողովուրդն ասում է, որ հնարավորություն տրվեց նախկիների վերադարձը։ Նախկիները վերադարձան եւ կարծես թե հաղթական են վերադառնում։ Եվ կարծում ենք թե նախկիների վերադարձից ավելի սարսափելի ինչ կարող էր տեղի ունենալ։ Մենք անպատճառ շատ սիրում ենք մեղավորներին փնտրել, գտնել եւ այլն։ Ես կարծում եմ, որ նախկինում եւս այդ բոլոր մարդիկ չեն եղել նախկին իշխանությունների մաս։ Ես կարծում եմ, որ նրանք ունեցել են որոշակի քաղաքական կամ հասարակական ոչ պարտադիր ներխմբային, այլ հենց համընդհանուր շահով պայմանավորված հետաքրքրություններ եւ շահեր, կարող է այդպես լինել եւ ցանկացած գնահատականի արդյունքում մենք պետք է հասկանանք միևնույն է ով է պատասխանատու, այո եւ պատասխանատու են այն մարդիկ, ովքեր հասցրել են ընտրողին, չեմ ասում արդեն բնակչին քաղաքացուն անիմաստ է ընտրողին այնպիսի իրավիճակի, որ նրանք նախընտրում են իրենց իսկ խոսքով նախկիններին։ Եկեք հասկանանք այստեղ ով է արդեն նախկին, ով ներկա, որովհետեւ ներկայիս իշխանությունը օրինակ ինձ համար արդեն վաղուց նախկին է, որովհետեւ ժամկետը պահպանման ես կարծում եմ վաղուց սպառվել է։ Հետևենք զարգացումներին ապրիլի 16-ին կարծես թե նիստը լինելու է, կտեսնենք այդ իրադարձությունը ինչպես տեղի կունենան, կընթանան, այնպես որ ժամանակի ընթացքում առիթ կունենանք նորից ընտրություններին անդրադառնալու։ Եվ քանի որ այսօր մայրության գեղեցկության տոնն է կանանց հետ կապված, հիմա անդրադառնանք թե կանայք որքանով են մասնակցություն ունենում այդ ընտրություններին եւ ընդհանրապես քաղաքական հասարակական կյանքում ինչպիսի դրսևորումներ, որտեղ եթե հաշվի առնենք մենք ունենք կին նախարարներ, ունենք ավականու կին անդամներ, դուք ինքներդ եք այդ ներկայացուցիչներից։ Մի խոսքով, թիմ ընտրություններում սա որքանի որ հենց արդեն փաստ է։ Եվ քարոզարշավի ժամանակ ենք մենք տեսել կանանց հասարակության հետ հարաբերվելու ժամանակ, բառամթերքը, որը օգտագործում է, ավականու նիստերի ժամանակ, մի խոսքով, թիմ ընտրություններում կանանց դերը եւ ընդհանրապես մեր կյանքում։
Գիտեք, այո, ես ահա որ բարկացնող է, երբ մենք տեսնում ենք հենց այսօր, երբ արդեն, չգիտեմ, 22-րդ դարը ավելի մոտ է ինձ թվում, առնվազն քան 19-րդը, բայց մենք միևնույն է կնոջ դերի ամենօրյա նսեմացմանն ենք լծված։ Ընդհանրապես որոշումների կայացման ոլորտը անշուշտ բարդ է, բայց տարօրինակ չհամարեք այն սեռը, որին դա վստահվել է դարեր շարունակ, այսօր առնվազն շատ երկրներում եւ մեր երկրի օրինակով պետք է երևա ուղղակի, որ տապալել է այդ առաքելությունը։ Եվ այն երկրները, որտեղ կանանց դերը որոշումների կայացմանը շատ ավելի բարձր հարաբերակցության տեսանկյունից տոկոսայնություն ունի, բնականաբար անհամեմատ ավելի հաջողված երկրներ են, ավելի սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պատկեր ունեն։ Եվ ինձ համար ցավալի է, որ մի ժողովուրդ, ով դարեր շարունակ օրինակ է ծառայել կնոջ դերի, առաջինն է ունեցել դպրոցներ առանձնացված հենց իքական, առաջինն է ունեցնել կին դիվանագետներ, պատգամավորներ եւ նախարարներ, այսօր այս նսեմացուցիչ վիճակում է եւ այսօր միտումնավոր չհաշված այն թիվը պայմանական 1/3-ը, որոնք դրված են ընտրությունների մեջ, ավելի ու ավելի է խորանում այդ նսեմացումը, որովհետեւ միշտ օգտագործվում են այնպիսի միջոցներ, որտեղ կնոջը պետք է ներկայացնել շատ ավելի ամբռնազբոս միևնույն ժամանակ լկտի պահվածքով, քան ցանկացած տղամարդու, եւ դա քարոզվում է, եւ դա տարածվում է, եւ դա այո արձագանք է գտնում բնակչության մեջ, որը կարծում է, թե դա է կնոջ մասնակցությունը կառավարմանը, բայց դա այդպես չէ, եւ հավասար պայմանների այսօրվա իսպառ բացակայությունը ավելի քան տարիներ շարունակ եւ Խորհրդային Միությունն էլ մեզ հավանաբար լավ օրինակ չծառայեց, այդուհանդերձ ցույց է տալիս, թե որքան աշխատանք ունենք մենք հենց կնոջ մասնակցայնության իմաստով։ Բայց մեր կին նախարարները, մեր մարդու իրավունքների պաշտպանը, ներքին գործերի նախարարը կանայք են։ Տեսեք, դուք ասում եք, ներկայիս իշխանությունը թույլ է տալիս կանանց եւ նշանակումներ է անում, նույնիսկ հանրության մոտ էլ այդ կարծիքը կա, որ Նիկոլ Փաշինյանը կանանց է նշանակում, որ կարողանա ավելի հեշտ նրանց կառավարել։ Այնպես որ մեր իշխանությունները թույլ են տալիս, որ կանայք իրենց հնարավորությունները դրսևորեն։ Եվ դա եւս մեզ շատ տարբերում է այլ ժողովուրդներից, որովհետեւ կանանց նշանակում է, որպեսզի նրանք դժվար կառավարվեն, որովհետեւ կանայք միշտ ավելի դժվար կաշառելի են, ավելի հմուտ են իրենց գործունեության մեջ, ավելի վստահ են եւ ավելի սկզբունքային են։ Եվ տեսնում եք, մեզանում նույն անգամ զրույցն է այդպիսի, որ նշանակվում են կանայք, որպեսզի իրենք ավելի հեշտ կառավարելի լինեն, այսինքն դուք արդեն ամբողջ իրավիճակը նկարագրեցիք։ Իրականում կնոջ դերի նսեմացման իմաստով ես հենց այդ նշանակումներն էլի նկատի ունեի, երբ մարդկանց ոչ ավել, ոչ պակաս քիչ փորձառու, եթե նույն տղամարդիկ լինեին, նույնը կլիներ, եւ նշանակում են վերադաս մարդկանց, ովքեր անհամեմատ ավելի մեծ են, անհամեմատ ավելի փորձառու են, եւ այստեղ խնդիրը սեռով կամ տարիքով պայմանավորված խտրականությանը չի վերաբերում, այլ խնդիրները այլ տեսանկյունից դիտարկելը եւ ցավալիորեն թե բարեբախտաբար բոլոր այն պաշտոնները, որոնք դուք նշեցիք, այնքան անելիք ունեն եւ դա ոչ մեկ, ոչ երկու մարդու անելիք չէ, բայց միանշանակ, եթե նրանց փոխարեն պետք է լինեն նույնպիսի մակարդակի որակավորման տղաներ, ապա ես իհարկե նախընտրում եմ կանանց։ Ամեն դեպքում այսօր մեր կանանց տոնն է, ամեն դեպքում մենք շնորհավորանքներ իրենց ուղեցինք։ Ես ուզում եմ տարօրինակ, բայց այո, դրանք շնորհավորանքներ են։ Ուզում եմ անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի մարտիության այդ ուղերձին, երբ նա շնորհավորում էր կանանց եւ գտնում էր, որ հասարակական քաղաքական կյանքում կանայք անելիքներ ունեն եւ նրանց հնարավորությունները պետք է օգտագործել, նշվում էր նաև, որ պետք է հաշվի առնել, որ կանայք, այսինքն իրենց գործունեության եւ կարիերայի ընթացքում մեկ այլ մարտահրավերի են փաստորեն հանդիպում, դրանք ընտանիք, երեխա ունենալու այս գործընթացն է, այսպես ասած, եւ դա կարծես թե ինչ որտեղ խոչընդոտ է հանդիսանում։ Արդյոք այսօրվա կինը հնարավորություն չունի աշխատանքը եւ ընտանիքը համատեղելու, եւ արդյոք պետությունը այստեղ անելիք ունի, որպեսզի ավելի արժևորվի եւ մոր եւ կնոջ
դերակատարությունը այս հասարակական քաղաքական կյանքում եւ ինչ անել, որ ընտանիքը ընդհանրապես այդ ամեն ինչ չտուժի։ Շատ բովանդակալից շեշտադրում արեցիք։ Նախ որևէ իշխանության խնդիր չէ, ով ինչ կարող է, ով ինչ չի կարող։ Հավասար հնարավորությունների ստեղծումն է եւ մասնակցության ապահովումն է իշխանության պարտականությունը։ Եվ քանի որ մենք չունենք նման ոլորտում որևէ ուսումնասիրություն, ես ուղղակի ոլորտին չտիրապետող մարդկանց կարծիքները հաշվի երբևէ չեմ առնում, առավել եւս նրանք այն սեռի չեն, որոնք որ կարող են իրենց մասին կարծիք հայտնել, թողնենք գոնե յուրաքանչյուր սեռի մասին կարծիք հայտնի եւ դա չլինի իշխանավոր։ Մյուս կողմից էլ այո, ինչպես է պետք հասկանալ մեզ մեջ ավանդույթ եւ իհարկե որոշակի ազգային կերպար գիծ ներկայացնող ընտանիքը որպես հասարակության բջիջ տեսնելը եւ մյուս կողմից էլ կնոջ տղամարդու հետ հավասար կամ տղամարդու կնոջ հետ հավասար աշխատանքը կիսելը։ Սա կարևոր եւ նուրբ այո հատվածներ են, որոնք որ պետք է միանշանակ դաստիարակվեն եւ կրթվեն մանկուց, որպեսզի հասարակություն ունենա այն ապագան, որի մասին մենք երազում ենք։ Մյուս կողմից էլ որքանով է բեռը ավելանալու կնոջ, եթե այդ ամենի համար պատասխանատու պետք է լինի միայն նա։ Այստեղ է գալիս, որ ընտանիքում չկան այդպիսի դերեր։ Բոլորն էլ պետք է ունենան իրենց թե հավասարությունը եւ դա պետք է լինի սիրո եւ համերաշխության կամ առնվազն սոցիալական պայմանավորվածության հիման վրա։ Հետևաբար պետության կայացման գործում այդպիսի սեռադերային մոտեցումները ուղղակի անհանդուրժելի են։ Ավելին դրանք այո պետք է լինեն պարտադրված, հավասարեցված եւ բաժանված հավասար ուժերի։ Սա շատ կարեւոր պահ է եւ այդտեղ դերը եւ տղամարդու եւ կնոջ կլինի հավասար երկու տեղում էլ, այսինքն հայրերը ոչ միայն կփորձեն որոշում կայացնելու մասնակցել, այլ նաեւ իրենց երեխաների դաստիարակության գործում եւ ամբողջ դաստիարակության բեռը չի ընկնի կնոջ վրա, նա կկարողանա նաեւ մասնակցել այդտեղ։ Այստեղ արդեն մենք ունենանք ոչ միայն համերաշխություն, այլ նաև ամբռնազբոս եւ խաղաղ առօրյա։ Ես մեր հեռուստադիտողներին մի լրացում անեմ, որ մեր ուղիղ եթերները կարող են դիտել նաև մեր Patreon-ում, QR կոդը էկրանին, այնպես որ միացեք նաև այդտեղ եւ դիտեք մեր ուղիղ եթերները։ Նարի, եւ քանի որ այսօր խոսեցինք քաղաքային ընտրություններից, համայնքային ընտրություններից եւ կանանցից, խնդիրները բավականին շատ են, մենք կարող ենք ժամերով խոսել։ Միջ հարցս տալը նաև նշեմ, որ Ազատության հրապարակում նստացույց անող արցախցիներ կան եւ նրանց մեջ կան կին ակտիվիստներ, այսինքն կանայք, որոնք խնդիրներ ունեն եւ փորձում են բարձրաձայնել։ Այնպես որ նրանց էլ պետք է մենք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Այո, եւ այնինչ ինձ համար միշտ մանկուց եղել է օրինակ թե Սյունիքում, թե Արցախում, էլի բարեբախտաբար, թե տարօրինակաբար, որովհետեւ ընտանիքում երկուսն էլ ունենք, դա կանանց համահավասար մասնակցությունն է ամեն ինչում եւ նրանց դերի կարեւորումը եւ կնամեծար մոտեցումը ոչ թե որովհետեւ ձևականությունը եւ պետք է լինի կենացների մակարդակում ինչպես երեխաների դեպքում, այլ որովհետեւ դա իրապես իրական նշանակություն ունի եւ այսօր այդ կանայք են մեծամասամբ, որ կարողանում են ոչ միայն ուղղակի կորով խիզախություն հաղորդել տղամարդկանց եւ պահպանել նրանց տոկունությունը, այլ նաեւ նրանց հետ հավասար անել այն գործողությունները, որոնք ընդունված է մեր հասարակությունում պատկերացնել որպես միայն տղայի գործ։ Եվ սա շատ էական է նրանց եւ փորձել ինչ որ կերպ աջակցելը եւ ուղղակի լինել նրանց համախոհ, որովհետեւ իրոք շատ խորը, մեծ ամոթ է, եթե մենք այսօր կասկածի տակ կարող ենք դնել մեր հայրենակիցների գոյության պայքարի իրավունքը եւ իրենց հայրենիքում եւ իրենց հայրենիքի այսօրվա հայաստանյան մասում իրենց ապագան եւ իրենց երեխաների ապագան տեսնելը, սա մի խնդիր է, որը միանշանակ բոլորս պետք է կարողանանք լուծել, որովհետեւ իշխանությունների վրա հույս դնել այս հարցում չենք կարող։ Եվ կարող ենք ակնկալել, որ մի օր մենք ունենանք կին քաղաքապետներ։ Եվ ոչ մեկը, այսինքն մենք պետք է ունենանք շատ կին քաղաքապետներ եւ արդյունքում առնվազն պետք է 50% ունենանք համայնքի ղեկավարներ, ոչ միայն քաղաքի, այլ գյուղական համայնքներին նույնպես, որովհետեւ սա միակ տարբերակն է, այո, քաղաքային տնտեսությունը պատկերացնել այնպես, ինչպես պատկերացնում են մեր, այսինքն ճիշտ սեռի ներկայացուցիչները։
Շնորհակալություն եմ հայտնում Նարեմ այսօրվա փոքրիկ հաղորդման համար։ Հետևենք զարգացումներին, դրանք բավական է շատ են, կարծում եմ կլինեն թեմաներ, մենք կրկին կանդրադառնանք, որտեղ մենք բազմաթիվ թեմաներ ունենք, որոնց պարզապես չենք հասցրում։ Այո։ Դրանք անչափահասների հետ կապված խնդիրներն են, դրանք մանկապարտեզների, դպրոցների, ուսման։ Մի խոսքով, բավականին շատ խնդիրներ կան, կփորձենք աստիճանաբար անդրադառնալ դրանց։ Նորից շնորհավոր եւ Այո, շնորհակալություն։ նորից շնորհավոր մեր կանանց եւ գեղեցկության եւ մայրության տոնը եւ ես միշտ եմ ասում այդ բերկրանքը վայելելու համար պետք է խաղաղություն լինի եւ օջախներում ծուխ, այնպես որ թող մեր մայրերը երջանիկ լինեն եւ սեր բոլորի։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։